Դուր ախպեր ջան։ Շտե ելանք ընկանք ճամփա։ 30 տարի անընդմեջ Արշավիր Գրիգորյանը ճամփա է ընկնում Գյումրիում։ Ականատես լինում 1000 ու մի ծիծաղաշարժ դեպքերի, երբ խոսում են Գյումրվա հումորի մասին, պետք է հաշվի առնել կաբանահյուսության մի առանձին շերտ, որ ծնվում է հենց ղեկին։ Գտանի ճամփան նորից իմ լենական, ինչ ես գյումրեցի իմ բարեկամ։ Ոչինչ, լավ եմ, շնորհակալություն, լավ ես։ Գյումրու երթուղայիններում ամենատարբեր մարդկանց կարելի է հանդիպել։ Օրինակ մի պապիկի ում անձնագրային բաժանմունքն է պետք ու տեղը չգիտի։ Հասա իծնուց սաղ պասաժիր իջել են մեգինան պավը մեջն է, վայ, իշեցում դի պասպորտ սեղան իջցեն են, ես չի դի որ ինքը չի դեր տեղը։ Աբե չասանք չեսի պապ, ացել ենք։ Աբե ինչ որ սի լավ հետերտելուց գիջցեն են, վերև գալուց ընձի չի ջիծերիր։ Պապ ճան սի պասպորտ սեղանը նես էին տարե։ Իչավ կնաց։ Գյումրեցի վարորդները պարզապես շոֆերներ չեն, նրանք քաղաքի գլխավոր փիլիսոփաներն են, ինֆորմացիոն կենտրոնն ու ամենակծու երգիծաբանները։ Սովորություն կա, չէ, դանտա կանգարնից դուս կկագնի բան, ջայել տղեկ են ընդունվել շոֆերան, մարդսպես է բան եղնի, մեկ անգարի մեջ 3-4 տեղ կկայնինք, ներվենք, սի տղեկ չան մի ներվեք, դիգի օգուտ մեզի է, վինչի, Եկսեմ որ եթե մարդը սկսեց միջև կանգարից կանգար, քելը երկրնա չնստի մեր ավտոները, մենք պասաժիր չենք ունենա։ Իսկ ինչ պիտի անի վարորդը, եթե ուղևորը առևտուրը թողնում է երթուղայինում ու շտապում հնարավորինս շուտ կանաչի գնելու։ Չէ հատատ չուշանաս մենակ։ Չէ, տյայեկա, պալա չան։ Գնաց տադը չկա, մեջը լիքը մարդ է, ինչ են են։ Այն ժամանակ է մենք չունենք որ երկրորդ ավտոն կար, դիսպեջեր, կոնե սումկեն թողա իրա մոդը։ Ստիված քիչ կդացի սունկեն վերցրի մոդս, ռաֆ ավտո էր ստեղ մոտորի վրա։ Եկա հասա 58 հետ տարա ինչ են։ Հեռախոսը չկար տղեկի վերջը։ Եկա շուկա ակինը կայնա միջև նորից ուղևորը տեղավորվավ բան։ Այդ շարժվելու պահին մեկ այդ կինը եկավ, տաստեմ կանանչը ծերը։ Եկավ սիրուն սունկեն տվի տեղավորեց վեշերը բան։ Հալա ջախոն չուշացա, չէ, տաճ ճանքսին, տոշնի վախտին եկել ես։ Մայլից մայլա ձգվող հումորների ֆենոմենը նոր չի ծնվել։ Հին Ալեքսանդրապոլում քաղաքային հումորի արկաները ֆայտոնչիներն էին։ Գյումրի քաղաքում շատ կռապան կար։ Ֆայտոն Ալեկը մեկն էր նրանցից։ Կարելի ասել ամենաառաջի տաքսիստ է, այսպես ասած, եղել է ֆայտոնջի Ալեկը։ Ֆայտոնը դա կարգն է եւ կառապանն է ֆայտոնջին է։ Պետք է ասել, որ այս բառերը նույնիսկ տաքսի, ֆայտոն, իհարկե փոխառնված են։ Քաղաքի էլիտան կարելի ասել նախընտրում էր հենց ֆայտոն Ալեկի կարգը։ Նույնիսկ այն օրերին, երբ հոգնածությունից այլևս աշխատելու ցանկություն չէր ունենում, բավական էր լսել, որ քաղաքում հատուկ իր ֆայտոնն են նախընտրել մյուսներից եւ հոգնածությունը ֆայտոն Ալեկը կմոռանար ու ոգևորությամբ կլծվեր գործին։ Ասում եմ, հա, դա պատվի հարց է, ասոբի ֆայտոն, այդ դեպքում որ նշանացի սիրտը այսպես չնեղանա, ես համաձայն եմ, լծվեք, նստեք եւ ես ձեզ կտանեմ։ Այսինքն ինքը շատ կարեւորել էր իր դերակատարումը։ Բայց ֆայտոններին եկան փոխարինելու տաքսիները, ձիերին թողնելով միայն զբոսաշրջային հաճույք մնալու կոչումը։ Բայց իհարկե ֆայտոն Ալեկի համար երկար ժամանակ անընդունելի էին գյոզալական ֆայտոնները, պատմության գիրքն ուղարկելու ժամանակները։ Երգիծանքն ու սարկազմը դրսևորվում էին նաեւ այն ժամանակ, երբ ֆայտոն Ալեկը անսարք մեքենա էր տեսնում։ Վարորդը փորձեց նրանցից անցնել, բայց իսկում կանգնեց ծուխ արձակելով։ Ավտոն խարավ է, խնդաց մեխակը։ Ու ֆայտոն նստած, նրանք կապս հասան։ Բան գերեսայան։ Ծախով ժաժեգող գալուսն այդպիսի։ Բայց ի վերջո եկան հզոր մեքենաներն ու հերթը տաքսիներին էր։ Գյումրեցու մարդամոտ ու երբեմն նաև կոպիտ բնավորությունն այդպես էլ սակայն չփոխվեցին։ Այն հումորը, որը ձևավորվում էր ճանապարհներին, դա երբեք չփոխվեց։ Մեր բարբառը չակուտ զուգիլից կոպիտ է, վարպետները բարբառով քանդակ են, չդեր ստեղ տաքսին կռուկ թապով ըմպես գասկուդար, որ մինչև լիշ խալաստո քիշներ վարիս։ Ջղեր Խաչիկը, ով հայտնի էր որպես բռնկուն կերպար, Գյումրու ճամփիկին զավեշտալի դեպքերի պակաս չի ունեցել։ Օրինակ այն դեպքում, երբ մի գրեթե կիսամերկ ուղևոր էր նստում տաքսի։ Ասում է Քուրճան, ասում է չես մրսի էլի, այդպես ինչ-որ բան, ասում է դու քո ճանապարհին աշե, ինձ մի նայի էլի։ Ասում է չէ, ես բան չեմ ասում, մի ջղայնացի, մի զայրացի, ես ուղղակի մտածում եմ, որ տեղ հասնենք
դու այդ փողը որտեղից ես հանելու տալու։ Ուտմազյանը նստում է ջղել խաչիկի տաքսին, ասում է բարև Վարպետ, ասում է բարև պարոն Յոթմազյան, ասում է 1000 անգամ ասել եմ, էլի ինչ Յոթմազյան, ես Ուտմազյանն եմ, ասում է դե լավ ինչ քտի մոզմորտ ես դու տնաշեն տո ինչ տարբերություն մի մազի համար կռիվ ես տալիս։ Ճանապարհին հումորային բանահյուսության կերտողներից մեկի խոսքն ու խորատեն այսօր էլ պատմվում է գյումրեցիների կողմից։ Անեկդոտ պատմեմ։ Ջղել խաչկի տաքսին մի հատ կրիկ մարդ կնստի, տեսնի որ տաքսու մեջը ճանճ կա։ Քաղաքացի վարորդ Լուսամ դե բացիկ ճանճը թռնի, կսե քուր ջան, այդ ճանճի խատրին չկմնիս, ինքը փապախանար դիշնի։ Անելի մեկ քանի մոկի կնստին Երևանից կուկան, կուզեն ջեղերին ծեր առին, նստին կտաքսին, կսե Վարպետ մեզի տար ջունգլիներ։ Կսե արջկա տեղեք յան, նստեք տանիքը Մայիսյանի ծառները քիչը ծնեք, կսե այստեղից էլ փեղերով կիրտակ։ Երգիծանքն ու ծիծաղը չի շրջանցել նաև կին վարորդներին։ Նստին զարմանանգը մեկի կսեն հայ, այդ դու ես շոֆերը, կսեմ հայ, ինչ եղե, կսեմ կարող է տեղ չասնեմ, կսեմ ես տեղ կհասցնեմ, հետո նոր դու կսես շնորհակալությունը կայդեք։ 77-ամյա Տիգրանուհի Գևորգյանը 26 տարի է տաքսի է վարում։ Զավեշտալի է եղել ուղևորների արձագանքը հենց 90-ականներին։ Նստելուց կսեն հոպար ջան, ստեղ տան, հետո գնային վայ, ներողություն, հոպար, ես կսեմ չէ, հոպար չէ, կսե լավ ներողություն, մորկուր ջան։ Հազարավոր ուղևորներ, անթիվ պատմություններ ու նույնքան ժպիտներ, բայց այս բոլոր պատմությունների մեջ մի բան չի փոխվել՝ լավատեսությունը։ Տիկին Տիգրանուհին ասում է կյանքում ամեն ինչ անցողիկ է, իսկ հումորը լավագույն ուղեկիցը ցանկացած ճանապարհի։ Լավ է շոֆեր եմ կսեմ, լավ շոֆեր չէ։ Շատ լավ է։ Ճանապարհին հնչած սրամիտ խոսքը, կատակն ու տեղին երգիծանքը հաճախ ավելի երկար կյանք են ունենում, քան հենց ճանապարհը։ Գուցե հենց դա է Գյումրեցու ամենամեծ առանձնահատկությունը, նույնիսկ ամենաերկար ու ամենադժվար ճանապարհը հաղթահարել ժպիտով։ Իսկ քանի դեռ քաղաքի փողոցներով մեքենաներ են ընթանալու, նոր պատմություններն ու նոր հումորը շարունակելու են հարստացնել Գյումրու անսպառ երգիծական ժառանգությունը։